Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հաշկերը, դուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, ՔԿԻ-ց են հայտնում։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ 30 դեմ ձայներով ընդունել է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին և էներգետիկայի մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը կամ այլ կերպ ասած հեծի պետականացման մասին օրինագիծը։ Աժ-ում կողմ ձայների արժանացավ նաև ավտոմոբիլային տրանսպորտի մասին և գիծօրենքների նախագիծը։ Այն նախատեսում է մինչև 15,000 դրամ տուգանք Երևանում հանրային տրանսպորտի ուղևորձը չվճարելու դեպքում։ Հուլիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։ Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր, բարձր գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումներն ու նախանշել հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Պապիկյանը նաև ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։